Artur Gevorgyan. Գագիկ Ալավերդյան, ուրեմն ժողովուրդ այսօր հանգստյան օր է, բոլոր յարմրկեքը չեն աշխատում, ինչպես դուք գիտեք, դե մինչև այդ որ ժողովուրդը բան արին, որոշել են, որ անենց օր լինի, որ մարդիկ տեղի փող են մուծում, անենց լինի գան իրանց հանգստյան օրը, որ իրանք տեղի փող չտան, իրանց համար հարմար լինի գան, այդտեղ դուք այսօր գիտեք 6 յարմրկա տոնավաճառներ չեն աշխատում, հարցը սա է։ Հիմա մարդիկ էլ որոշել են, ասեն մենք կհավաքվենք մեր տոնավաճառները, դիմացան դեղից նոր գքան։ Իսկ եթե ժողովրդին ասում է 11-ին եթե այնտեղ հավաքվեն, հազիվ մի ժամ կտևի միջև։ Դուք Պապոյանի հետ հանդիպմանը մասնակցել, ինչ եք ասել Պապոյանին։ Մենք ինքը ասեց մենք կարանք ձեզ աջակցենք ամեն հարցում, բայց ֆինանսական այդ հարկային հետ կապված հարցերը իմ պոզիցիան չի։ Բայց չճշտեցիք ում պոզիցիան է։ Դե դրանք իմ կարծիքով ասին դա հարկային ու ֆինանսների նախարարությանը, որոնք մեզ ցույց են տալիս գծագրեր, ժողովուրդը գծագրեցին չասի, ես ինքս պոլիտեխնիկական ինստիտուտ եմ ավարտել, դուք ինչպես գիտեք, այնքան գծագրեր են գծել ու շատ լավ հիանալի գիտենք, նրանց ոչ մի գծագիր չի համապատասխան գծագրական տվյալների։ Բայց էկոնոմիկայի նախարարը ինչու ձեզ հանդիպեց, եթե իր պոզիցիան չի։ Չէ, այն մարդը հանդիպում է, օրինակ սխալ, ես չեմ գտել, որ դա սխալ բան է, խոսել է։ Ձեզ ինչ օգուտ տվել։ Մեզ օգուտ չտվեց, մեզ ուղղակի հանդիպեցինք, մեր մինիստրներ խոսքերնակ, հանդիպեցինք որոշ բաներ պարզվեց, որ ինչ-որ մի բաների դեպքում հնարավոր է իրանք իրանց աջակցությունը կտան, բայց մեզ հետ պետք է իրանք հետ միասին նաև ֆինանսների նախարարը լիներ, տնտեսագիտություն, իրավաբանական բաներ, որ մարդիկ օրենքները, որ առանց մեզ տեղեկացնելու օրենքներ են հանում, ու այդ օրենքները դրանք բոլորը հակա են մեր գործարարներին։ Եթե այդպիսով կարող են բյուջեն լցնել, ինչի չանեն, որ։ Դե գիտեք ինչ կա, եթե նրանք, իրոք դուք շատ ճիշտ եք ասում, որտեղ եթե դուք ես վերջի անգամ օրենքը դուք երևի տեղյակ եք, ինչի համար է, որ եթե տուգանքների բանի դեպքում, ուրեմն առաջ մարդիկ կարային խոսքերնակ մինչև 24 թիվը կարային դատարան տան, դատարանը մի որոշ ժամանակ մի քանի տարի դատը պետքա քննարկեր, բանաներ, նրանց հետո մինչև եթե արդարացում, եթե չէ, պետքա այդ ժամանակ դա տևում է մոտավորապես 5-ից 7 տարի։ Հիմա դուք նայեք ինչ օրենք է հանել։ Այս օրենքը արդեն որ հանել են։ Մտնելը պետք է վճարի տուգանք։ Այո, հիմա տեսեք դա ինչ է նշանակում։ Դա նշանակում է, որ մենք դուք փողը հետ ես էլ այդպես բան չեմ տեսել, եթե պետությանը փող մուծեն, այդ փողը հետ կա։ Դա բացառված բան է։ Հիմա մնացածը ու այս վարիանտով դուք կտենաք մի քանի օր կարելի ասել կամ մի քանի ամսվա ընթացքում կսկսեն մասսայական տուգանման երևույթներ, որը դա շատ բյուջե լցելու հիանալի մեթոդ է, որովհետև թուղթը կգրի հարկային կգցի, կեթա էլ չես էլ հասնել, ինքը իր պոզիցիան դա նրանց հետո արդեն դուք այդ պրոցեսները պետք է կատարեք դատական միջոցներով։ Ճիշտ է, տենց չի։ Հիմա դուք նայեք ինչ է կատարվում, ժողովուրդը չի հասկացել ու ես հասկանում, որտեղ իրանց բացատրություն տվող չկա։ Հիմնականը տարիքով մարդիկ են, որտեղ նրանք ասում են չի կարող պատահել մեր պետությունը մեր դեմ այդպիսի բան անել։ Բայց դուք ես ասում եմ, ես մի քիչ էլ դուք ինչպես գիտեք կանխատեսումներ անում են, կանխատեսումները լինում են 100%-ով, ու մեր բոլոր պայծառատեսից մի քիչ ավելի լավ եմ, այտենց ասեմ ես իմ ասածները դուք եթե մտնեք Գագիկ Ալավերդյան Facebook, ես ինչ ասում եմ 100%-ով լինում է։ Հիմա ես ասում եմ, որ ես մեր բոլոր հայ ժողովրդին, դուք մի նայեք, ես ձեզ ասում եմ, ու բոլորդ պետքա տուգանվեք, որպեսզի մեր բյուջեն բունեք։ Երկրորդ ձև դուք չունեք, եթե այս օրենքը հատուկ ձեր համար է, ու դա ոչ թե հիմնական փոքրին, այլ հիմնական մեծին է, որովհետև այդտեղ իրանք ասում են, դուք ասեք մարդու անունը, որ ձեզ դոկումենտ չի տալիս։ Հիմա իսկ որ այն դոկումենտ ունեն, ասում է գիտես ինչ կասեն, ցնես ես մի տոկոս մուծում եմ, ինչ անենք։ Հիմա դե 10% մուծողն էլ ասում է ախպեր ջան, դե տենց է, արի ես քո անունը կտամ, Ժողովրդի տուգանել դե քեզ կտուգանեն։ Հիմա ժամանակի բողոքի ակցիաներ է կանում, իշխանությունն էլ մտածում է դե լավ, մի քիչ էլ կխոսեն, մի քիչ էլ կգան ակցիա կանեն, թեման կփակվի կգնա։ Այո, ասեք։ Ուրեմն եթե ժողովրդին պետքա ոչ թե
ես հասկացա կառավարությունը ոչ միտին գաղափարապես չեն կարող բաներ ասեն իրանց նպատակներ ինչ նպատակ ունեն, դրա համար պետք է ստեղծվի կուսակցություններ, միություն, որ առաջ ոնց էին անում արմիության ձևով, բոլորը համախմբեն, որ այսպիսի բաներ չլինի, մեջը արդեն մարդիկ են մտվել, որոնք խոսքերնակ ուզում են որ ցույցեր չանեն ու նմանատիպ բաներ։ Դուք այս երևույթը տեսեք մարդիկ, հեսա սա գալիս են, այնպես չի, ռայոններից են գալի, որովհետև դե ոչ մենք կառավարության էլ օրինակ ձեռքի տալի, որտեղ լիքը ժողովուրդ էլ նստի, որ մի 30,000 հոգի մարդ։ Դուք շարունակում եք պնդել, որ սրանք ապաքաղաքական ակցիաներ են։ Դուք միշտ այդ ասում եք, մի քաղաքականացեք։ Հիմա հասկացաք, որ սա քաղաքականության հետ անմիջապես կապ ունի, որովհետև Փաշինյանի, այսպես ասած, վարած քաղաքականության հետևանքն է, թե դեռ չէ։ Գիտեք ինչ կա, հենց ուրեմն դուք իմացեք, սա իրոք արդեն իրանք գնում են սրանով քաղաքականացման, որովհետև ես իմի հնարավոր է, որ իրանց տոնավաճառների տերերը բանը արգելացնեն, որ ժողովուրդը գան ստեղ։ Եթե ժողովուրդ չկա, բոլորը տեղեկացված են։ Ասեմ։ Ես ինքս փոքր ձեռներեսների անդամ եմ, խոսքերնակ բիզնեսի ներկայացում մի հատ փոքր կրպակ ունեմ։ Ձեզ արգելող չկա խոսքերով։ Ինձ արգելող չկա, ես իմ ինքնագլուխ եմ, դրա համար ինձ ոչ մեկ ես մեծ հավանականություն կա, որ ինչ որ վերևներից է, թե ներքևներից է, ինչ որ մարդիկ ասել են կամ մեր մեջի մարդկանցից ովքեր չեն ցանկանում ժողովուրդը համախմբի, նրանց որ ասեն դուք մի եկեք, դա ստից պրովոկացիա է եւ ինչա։ Դուք իմացեք, եւ նորից դիմում եմ Իմ շոր կոշիկ դամաշնիկ, շատ փոքր բիզնես է, որը ապագա արդեն չունի, որտեղ վայբերիցները դուք ինչպես գիտեք, արդեն մտել են մեր գրպանն էլ, մեր տունն էլ, արդեն ինչքան մենք առօր բացարձակապես չեն կարող, որովհետև սա վայբերիցները չեմ ումա դա դրանք։ Որ դուք կանխատեսումներ եք անում, հայտարարեցիք էլ ավելի լավ։ Այո, ասեք, դες ինչ Պիտի լինի երկրի վիճակը։ Երկրի վիճակը, եթե ժողովուրդը հավաքվի, շատ լավ կլինի։ Հայաստանին պետք է լինի գիտական հեղափոխություն։ Ես 15 թվականի, 16 թվականի միտինգներին ես ասել եմ, որ Հայաստանում եթե չկատարվի գիտական հեղափոխություն, Հայաստանը կործանվի։ Դուք ինչպես գիտեք, Հայաստանը կործանվավ, Ղարաբաղը տվին, շուտով այդ արդեն Մեղրին կտան, են մնացածն են չերթել տան։ Գիտական հարույթը ուր էր այդ ժամանակ։ Գիտական հարույթը, անդուր մի կարելի ասել, գիտեք ինչ կա, հիմիկվա դրությամբ դե բարիս բուն իմաստով չի մեռած են, նրանք չեն ցանկանում, ասում են դաժե գիտնականներ կան, ես ակադեմիա եմ մտել, մարդիկ ասում են մենք դաժե Facebook չունենք, բայց ինչի չունեք, որովհետև դուք չեք կարող Facebook-ից օգտվել։ Հարցը դա է։ Հիմիկվա որտեղ իրոք գործ չեն անում, իսկ իմ ասածը, ես ձեզ բացատրեմ իմ ասածը որն է։ Ուրեմն իրավաբանները պետք է ընտրեն իրենցից ամենալավագույնները, քիմիկոսները ընտրեն լավագույնից լավագույնները ու այտենց փաստաբանները իրենց այդ առևտրականները իրենցից լավագույնները ու կլինի մոտավորապես 30-ից 35 հոգի։ Վերջնական բոլորը հավաքվելով, ես ինժեներ գյուտարար լինելով, ես կցանկանամ, որ ղեկավարեմ դրան։ Նրանց պետքա կլոր սեղանի պես հավաքվեն ու ամեն մի հարց, ինչ կառավարությունը խոսքի օրինականում է, այդ հարցը առանց իրանց ասելու, քննարկելու պետքա չընդունվի։ Հակառակ դեպքում խնդիրների առաջ կկանգնեն։ Ես ձեզ ասում եմ, որը կփրկի Հայաստանը։